Հայ մայրիկ հեռուստածրագիրն իր գոյության առաջին իսկ օրերի սկզբունք դրեց, խոսել ամենատարբեր երևույթների մասին ոչ թե 1-2 տեսանյութով, այլ ամիսներ ձգվող հետևողական շարքերով։ Այսպես մենք հասցրել ենք 3 ամիս յուրաքանչյուր թողարկման ընթացքում խոսել կրծքով կերակրելու մասին, ապա մինչև 1 տարեկան երեխայի սննդակարգի, հետո մանկական հիվանդությունների ու բազմաթիվ այլ թեմաների մասին։ Արդեն 2 ամիս է, ինչ հայ մայրիկի ուշադրության կենտրոնում է հղիություն հասկացությունը։ Հղիության առնչվող տարաբնույթ հարցերով ես դիմում եմ հայ մայրիկի Facebook-յան ընկերներին, ապա նույն հարցերն ուղղում եմ մասնագետներին։ Այս թողարկման համար կծու թեմա եմ ընտրել՝ հղիություն եւ սեռական հարաբերություններ։ Կարելի է արդյոք հղիության ընթացքում սեռական հարաբերություններ ունենալ։ Պատասխանի տարբերակներ. A. Կարելի է, B. Կարելի է, եթե չկան հակացություններ, G. Արգելվում է։ Պարզենք, թե ինչ գիտեն այս մասին հարցման մասնակիցները։ A տարբերակը նվազագույն թվով ձայներ է վաստակել, հարցվածների 19%-ն է քվեարկել դրա օգտին, B տարբերակը ճիշտ հակառակը, առաջատարն է 48%, համապատասխանաբար 33% է կուտակել G տարբերակը։ Սա հարցման ընդհանուր պատկերն էր, իսկ հիմա լսենք մանկաբարձ գինեկոլոգի մեկնաբանությունը։ Հղիության ամբողջ ընթացքում կարելի է ապրել սեռական կյանքով։ Ուղղակի սեռական կյանքով ապրելու որոշակի ժամկետներ կան, որոշակի ձևեր կան եւ որոշակի հսկողություն եւ զգոնություն կա հղիության ընթացքում կապված հղիության խնդիրների հետ, եթե գոյություն ունի խնդիրներ կապված հղիության հետ, օրինակի համար առաջադիր ընկերները որոշակի ախտորոշումներ կան, առաջադիր ընկերների գերջրությունները, երբ որ հղիությունները մինչև այդ կոնկրետ հղիությունը եղել են վիժումներ, եղել են վաղաժամ ծննդաբերություններ, կա արգանդի պարանոցի անբավարարություն, կա բազմապտուղ հղիություն եւ բոլոր սպառնացող վիճակները հղիության հետ կապված, որի ընթացքում բժիշկը արգելում է սեռական կյանքով ապրել։ Մնացած բոլոր դեպքերում սեռական կյանքով կարելի է ապրել։ Եթե նորմալ ընթացող հղիությունն է, կարող եմ ասեմ, նրանց սեռական կյանքով ապրելու ավելի հարմար ժամանակահատվածը դա երկրորդ եռամսյակն է հղիության, երկրորդ եռամսյակում ավելի մի քիչ ազատ են, ավելի հանգիստ են լինում նաև հղիության սպառնացող վիճակների հետ կապված եւ ավելի մեծ հղիությունների ժամանակ ուղղակի այդտեղ ծանրության զգացումն է, անհարմարության։ Տարօրինակ բան է ստացվում, հղիության ընթացքում կարելի է ապրել սեռական կյանքով, եթե առկա չեն հակացություններ, բայց միևնույն ժամանակ 10-ից միայն 1 կին է կոնսուլտացիաների ժամանակ համարձակություն ունենում խոսել դրա մասին։ Հետևությունները թողնում եմ ձեզ։ Ու շտապում եմ պատասխան հարց տալ։ Իսկ ինչ կարող է պատահել, եթե անտեսելով հակացություններն, ամուսիններն այդուհանդերձ շարունակեն սեռական հարաբերությունները։ Կարող են լինել արյունահոսություններ, կարող են լինել սպառնացող վիժումներ, եթե փոքր հղիություն, եթե ավելի մեծ հղիություն է սպառնացող վաղաժամ ծննդաբերություն, կարող է լինել պտղաջերի վաղաժամ արտահոսք, կարող է լինել վաղաժամ ծննդաբերության սկսում։ Խոսել հղիության ընթացքում սեռական հարաբերությունների մասին ու չխոսել պաշտպանիչ միջոցների մասին չի կարելի։ Facebook-ում թողած հաջորդ հարցս հենց դրանց մասին էր։ Պետք է օգտվել պաշտպանիչ միջոցներից հղիության ընթացքում։ Պատասխանի տարբերակներ. A. Անիմաստ է, B. Ցանկալի է, G. Պարտադիր է։ Ահա թե ինչպես են քվեարկել հարցման մասնակիցները։ Ըստ պատասխանների առաջատար է A տարբերակը 40%, միջանկյալ դիրք պաշտպանող B տարբերակի օգտին քվեարկել է հարցվածների 28%-ը, 32% ձայներ է հավաքել երրորդ G տարբերակը։ Կարծում եմ ժամանակն է լսել մասնագետի կարծիքը։ Եթե չկա սպառնացող վիճակ, բժշկական հակացում չկա, բայց հարաբերության ժամանակ նախքան հարաբերությունը եւ հարաբերության անգամ վերջում, եթե հղին ունի դիսկոմֆորտ կապված ֆիզիկական թե հոգեբանական ինչ-որ խնդիր, ուրեմն պետք է սեռական հարաբերություն դադարեցվի, որովհետև անգամ նորմալ ընթացող հղիության պայմաններում սեռական հարաբերության դիսկոմֆորտի պայմաններում եթե ունի կինը, կարող է բերել, եթե չկա սպառնացող վիճակ, դա կարող է բերել սպառնացող վիճակի։ Այստեղ բազմակետ եւ հղիության թեմային կրկին անդրադառնալու խոստում։